Փոխել են օրենքներ, մշակել նախագծեր, արդարադատության նախարարությունը վերջին կես տարում իրականացրել այն բոլոր միջոցառումները, որոնք նախատեսվել էին կառավարության ծրագրով։ Սահմանադրության փոփոխությունից հետո կարգավորվել է նորմատիվ իրավական ակտերի ընդունման գործընթացը։ Իրավասու մարմինները հիմա ստիպված են մանրամասն պլանավորել ամբողջ ճանապարհը։ Մի քանի օրում շտաբ կարգով իրավական ակտերի ընդունումը դարձել է անհնար։ Բացի այդ, պարտադիր է հանրային լսումների իրականացումը։ Եթե հետագայում պարզի, որ այս կամ այն նորմատիվ իրավական ակտի նախագիծը ինչ-ինչ պատճառներով հանրային քննարկման չի դրվել, ապա այդ նախագիծը ոչ թե հետագա ընթացք նախագիծը ներկայացվելու է ընդունող մարմնին, այլ հետ է վերադարձվելու մշակող մարմնին։ Հունիսի սկզբից Հայաստանում կգործի պայմանական վաղակետ ազատման նոր համակարգ, բարդ ինստիտուցիոնալը որոշակիորեն պարզեցվել է։ Ժամանակից շուտ պատժից ազատման համար գործընթացը եռաստիճանից դարձել է երկաստիճան։ Այսուհետև անկախ հանձնաժողովի գործի քննությունից հետո որոշում կայացնողը դատարանն է։ Վարչական հանձնաժողովն այլևս անելիք չի ունենա։ Բացի այդ, գործընթացում հստակություն է մտցվել։ Հստակ խաղի կանոններ են սահմանվում եւ դատապարտյալի համար տեսանելի է, թե ինչ վարքի արկայության դեպքում նա հնարավորություն ունի պայմանական վաղակետ ազատվել։ Փոփոխություններ կան նաև պատիժը կրելու մեխանիզմների մեջ, լայն թափով շրջանառության մեջ են դրել պրոբացիոն ծառայությունները, փորձում են նվազեցնել ազատազրկման ձևով պատժի կատարումն ու խափանման միջոցների կիրառությունը, անցնում են էլեկտրոնային հսկողության։ Ներկայումս իրականացվող էլեկտրոնային հսկողության պիլոտային ծրագիրը, որը արդեն իրականություն է, հնարավորություն է տալու քրեական դատավարության օրենսգրքի ընդունումից հետո պրոբացիայի ծառայությունը էլեկտրոնային հսկողություն կիրականացնի որպես խափանման միջոց։ Ասում են, կարողացել են բարելավել քրեակատարողական հիմնարկների վիճակը, պնդում են բավարար ջերմաստիճան, պահպանում են լուրջ առաջընթաց են գրանցել նաև դատապարտյալների համար նախատեսված բուժ սպասարկման ոլորտում։ Մինչև տարեվերջ բոլոր բուժ հիմնարկները հագեցած կլինեն անհրաժեշտ բուժ սարքավորումներով։ Այս դեպքում համեմատության օբյեկտները լինելու են քաղաքացիական հիվանդանոցները։ Վստահեցնում են, դրանք իրար չեն զիջելու։ Կառավարության ծրագրով արդարադատության նախարարությունը պետք է լուրջ քայլեր իրականացներ կոռուպցիայի մակարդակը նվազեցնելու համար։ Նախագծերից մեկի մասին առավել ոգևորությամբ են խոսում։ Պետպաշտոնյաներ ուշադրություն, եթե փողոցներով երթևեկում եք թանկարժեք ավտոմեքենայով կամ վերջերս էլիտար թաղամասերից որևէ մեկում գնել եք բնակարան, ապա կարող եք ենթարկվել քրեական պատասխանատվության։ Ապօրինի հարստացումը արդեն օրենքով պատժելի է, եթե իհարկե ձեր ձեռք բերած անշարժ գույքը կամ շարժականը 2 միլիոնով գերազանցում է ձեր եկամուտները։ Գրիգոր Հարությունյան, Արտյոմ Բազոնց, Ազդարար։